ցանկացած տեղ կարող ենք լինել եւ ազատ խոսքը Հայաստանի Հանրապետությունում երբևէ այսքան պաշտպանված չի եղել, քան հիմա։ Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսել է այն մասին, որ ընդդիմությանը տրված քվեները օրգանիկ չեն, նաեւ տոկոսը հնչեցրել եւ այդ մասին նաեւ հանրության լայն շրջանակների ընկալումն է պայմանավորված ընտրակաշառքների այն ծավալուն դեպքերով, որոնց մասին որ հակակոռուպցիոն կոմիտեն խոսել է եւ այսօր Սահմանադրական դատարանում 258 դեպք չէ, ներողություն, 258 մեղադրյալ դեպքերը խոսքը դեպքի մասին չէ, խնդրում եմ ուշադիր հետևել հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը եւ նաեւ դուք ինձ հարց եք տվել եւ եթե միջև վերջ թույլ տակ պատասխանեմ, գուցե ձեզ մոտ հարցեր նոր չառաջանան եւ մենք ոչ թե երկխոսենք, այլ ձեր հարցերին թույլ տակ պատասխանեմ։ Հակակոռուպցիոն կոմիտեն թե իր հաղորդագրությունում, թե նաեւ տեղյակ եք, որ դիմել է Արտադրության նախարարությանը ներկայացնելով բոլոր այն խնդիրները, որ իր կողմից դիտարկվել են, արձանագրվել են քարոզչության ընթացքում եւ առհասարակ նախագահի կողմից ընտրությունների հրամանագիրը ստորագրելուց եւ հրապարակելուց հետո։ Դրանք ներառել են ընտրակաշառքների դեպքեր, ենթադրյալ բարեգործության խախտման դեպքեր եւ այլն, եւ այդ մասին հակակոռուպցիոն կոմիտեն նաեւ այսօր լինելով համապատասխանող մանրամասն կներկայացնի Սահմանադրական դատարանում։ Եվ այս պայմաններում բնական է, որ նաեւ պետք է անդրադարձ լինի այդ արատավոր երևույթի, մասնավորապես ընտրակաշառքի, այդուհանդերձ թույլ տվեք ավարտեմ խոսքս, ազդեցությանը ընտրողի կամքի ազատ արտահայտման վրա եւ արդեն կտեսնենք թե Սահմանադրական դատարանի դիրքորոշումը որն է այդ հարցի վերաբերյալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։